Ով ես դու հայր, որ այսպես առանց սուրի ու վահանի հաստատ քայլերով կմեկնես նահատակության լույսին։ Ես ովիվ եմ որդիս, բայց դու անձամոտ չես ինձի։ Այ, և իշե բատմիչին էչերեն սորվեցան կարտալ քո անունըտ։ Ոչ թե իբր անցյալ, այլ իբր գենտանի վկայություն։ Ավարայրեն Մարտին հավատքի վկայություն։ Ավարայրի դաշտեն մինչև Մարտինի փանդախուցը հայ ժողովրդի պատմությունը գրված է ոչ միայն սուրով, այլև հավատքով։ Թարերու խորքեն մեզի կհասնի նույն անխախտ պատկամը, վասն գրոնի և վասն հայրենյաց։ Այս ոգիով, այս գիտակցությամբ և այս ուխտով համախմբված էինք վերհիշելու ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև վերահաստատելու մեր այսօրվան կոչումը, որովհետև ավարայրը ավարտված դեպքը չէ, այլ շարունակվող ընտրությունը, իսկ Մալոյանի վկայությունը ապրող ճշմարտություն, որ մեզ կպարտավորեցնե մնալ հավատարիմ մեր հավատքին, մեր ինքնության և մեր հայրենիքին։ Նախագահությամբ նորին ամենապատվություն և քերիերջանկություն Դերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ տանն Գիլիգիո Գաթողիկ է հայոց կաթողիկոս պատրիարքին, գազմագերբությամբ Սուրբ Փրկիչ հայ կաթողիկ ժողովրդության Սուրբ Ներսես Լամփրոնացի մշակութային միության, չորեքշաբթի 11 փետրվար 2026-ին Հովհաննես Պողոսյան թատերասրահին մեջ տեղի ունեցավ Ավարայրեն Մարտին հավատքի վկայություն խորակիրով ցերնարգը։ Ցերնարգին ներկա էին Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը, Արիաբադիվ հայր Գրիգոր եպիսկոպոս Պատիշավ, 3 հայ համայնքներեն հոգևոր հայրեր, Բուրչամուտի փոխքաղաքապետ Հակոբ Այվազյան, նախինս պարապետ Հովհաննես Կեշիշյան, հայկական վարժարաններու և հաստատություններու տնօրեններ, հայկական կուսակցություններու, պատկան մարմիններու ներկայացուցիչներ, հայրենակցական և մշակութային միություններու ներկայացուցիչներ, թաղապետեր և մշակութասեր հոծբազմություն։ Լիբանանի և Հայաստանի քայլերթներեն ետ Հոգերմենի հույս երգչախումբը ներկայացուց Փամփորոդան երգը ղեկավարությամբ Ալեքս Լևոնյանի, ապա միության անդամ Ռիտա Կիլաղբյան տելևիզիան խոսք առնելով նշեց. Այս օրը միայն անցյալի հերոսական դեպքերու հիշատակ չէ, այլ կենտանի վկայություն է այն սկզբունքի, որուն համար մեր ժողովուրդը դարերով կանգուն մնաց։ Սուրբ Վարդան Մամիկոնյան և Սուրբ Նահատակ Իգնատիոս Մալոյան դարբեր դարերու զավակներ, բայց նույն ուղիի ճամփորդներ են։ Անոնք նահատակվեցան նույն անսակար սկզբունքի համար, վասն հավատքի և վասն հայրենիքի։ Տելևիզիան եզրափակեց իր խոսքը հետևյալ բառերով. Թող Վարդանանց ոգին և Մալոյանի վկայությունը մեզ առաջնորդեն հավատքով, միասնությամբ ու պատասխանատու սիրով դեպի մեր ազգի վաղվան օրը։ Ապա տենոր Գարո Քեշիշյան ներկայացուց հուշարձաններ, Ավարայրի դաշտ և Հայաստան աշխարհի երգերը Դաշնամուրի ինտերակցիությամբ Վերոնա Ռուսյալյանի։ Դերասաններ Մելիք Պետրոսյան և Հարութ Մանուկյան մարմնավորելով Սուրբ Վարդան Մամիկոնյանը և Սուրբ Իգնատիոս Մալոյանը գենթանի պատկերով ներկայացուցին Մարալ Հարբոյանի պատրաստած երկխոսությունը։ Ներկայացման հիմնական պատգամը այն էր, թե հավատքը և ճշմարտության հանդեպ նվիրումը ազգի գոյության հիմքն են։ Թե սուրով, թե լուրությամբ նահատակվելը նույն վկայությունն է։ Քրիստոսի և ճշմարտության ընտրությունը մահը կփոխե կյանքի։ Ազգը կապրի, երբ չի ուրանար իր հիվանդքը, չի մոռնար իր զոհերը և կպահանջե արդարություն։ Ինչպես կրծար միայն քու սուրովը ավատ կպահել։ Ես զորավար էի, բայց նախ հավատացյալ։ Երբ ճշտամին փորձես խլել մեր հավատքը, ես ասի. մահ ոչ իմացյալ, մահ է, մահ իմացյալ, անմահություն է։ Ալիս Իբրաջյան ներկայացուց աշխարհ Հայաստան, Հայաստան և մենք քաչ տողմի զավակներ ենք երգերը Դաշնամուրի ինտերակցիությամբ Վերոնա Ռուսյալյանի։ Ավարայրը մեր ժողովրդին համար սովորական ճակատամարտ ցուցասնամարտ չէ։ Օրվա փանախոսն էր Մեդիդանն Գիլիգիո Արամ առաջին հայագիտական հիմնարկի տնօրեն Ահարոն Շխրդոմյան,
որ իր խոսքին մեջ ընդգծեց. «Վասն հայրենյաց եւ վասն հավատո արդահայտությունը սովորական ղարքախոսը չէ, այլ հայ ժողովրդի կյանքի փիլիսոփայությունն է։ Ավարայրը սովորական ճակատամարտ չէր, անընդրություն էր հավատքով ապրելու եւ առանց հավատքի ապրելու միջև։ Այս երկու բառերը հայրենիք եւ հավատք թարեր շարունակ եղած են այն սյուները, որոնց վրա հայը ամուր գեցած է, երբ աշխարհը փորձած է զինք կոդորել, լրացնել կամ մոռացության մատնել։ Հայրենիքը մեզի համար հող չէ, անհիշողություն է, արյունով գնկված պատմություն եւ սերունդներու հանձնարարություն, իսկ հավատքը միայն գրոնական զգացումը չէ, այլ հոգեվոր թիմադրություն եւ ներքին լույս։ Անավելցուց, որ հայ ժողովրդի պատմությունը կարելի չէ հասկանալ առանց արժևորելու հայ հոգեվորականներու թերագադարությունը մեր ինքնության եւ մշակույթի պաշտպանության մեջ։ Ավարայրի խորհուրդեն 15 տարի հետ հայոց ցեղասպանության օրերուն Մարտինի Զավակ Մալոյան եպիսկոպոսը իր կյանքի օրինակով մերժեց թավանափոխելալ եւ նահատակվեցավ իր հավատացյալներուն հետ։ 2001-ին երանելի հրճակվեցավ, իսկ 2025-ին սուրբ։ Սրբատասված Մալոյանը մեզ գիհիշեցնե, թե կան արժեքներ, որոնք չեն սագարգվիր։ Կյանքը սուրբ է, բայց արժանապատվությունը սրբազան։ Այսօր ալ պայքարը կշարունակվի ցուլումի, մոռացության եւ անդարբերության թեմ։ Մեզ մեկը բահանջվի գիտակից հավատարմություն մեր հավատքին, լեզվին, պատմության եւ հայրենիքին։ Անոր պատկամը բարձ է, ապրեցեք, բայց մի հրաժարիկ ճշմարտութենեն։ Սպիտակ խումբը մեներկող Անտոնի Աբեյդի նվագարաններուն գերակցությամբ Հրակ Մոմջանի, Քևոր Բալյանի, Հրակ Օհանյանի, Անդրու Հայյանի, Հրակ Բալյանի եւ Հակոբ Անդոնյանի ներկայացուցին Ասկ Փարաբանց, Քաչը Վարդան եւ Երազիմ Երգիր երգերը։ Ժողովրդի փուրն բահանջին ընթարաչելով ներկայացուցին նաեւ Հայաստան երգը։ Մեր ցավը սկսած է ոչ թե նոր, այլ ցավն է, որ միշտ գարունի։ Ցերնարգի Պագման խոսքը արդասանեց Սուրբերգի Չեգերեցվո ժողովրդապետ Քերաբադիվ Հայր Սահակ Վարդապետ Կեշիշյան, որը սա հավատքի եւ գրոնի կարեւորության, միասնության, անհրաժեշտության մասին պատմության թավաճանությունը 3 տաս քաղելու գոչ ուղղելով։ Անշեշտեց եկեղեցվո, ասկի եւ մշակույթի պահպանումը, օրինակ բերելով Մամիգոնյանը եւ Մալոյանը։ Անշնորհավորեց Սպիտակ խումբը եւ գեղարվեստական հայդակրի մասնակիցները, սուրբերուն անուններով ապրին մաղթեց Վարդան, Վահան, Խորեն, Ղևոնդ եւ Մարտիկ անունները գրողները։ Ժողովրդապետը գնահատեց նաեւ մշակութային միության գործունեությունը, ընդգծելով, թե անմիշտ նորություններով կներկայանա։ Հայրապետական պատկանով հանդես եկավ ամենապատիվ հոգևոր դերը, բարձր գնահատեց դարված աշխատանքը եւ շնորհավորեց Մալոյանի ու Մամիգոնյանի դիբարները, մարմնավորողները, ներկայացված կենթանի պատկերը եւ երիտասարդ նվագախումբը։ Անշեշտեց այս օրերուն հավատքի անհրաժեշտությունը, եկեղեցվոթերը եւ մշակույթի պահպանման հրամայականը։ Օրվան ցերնարգը փակվեցավ հոգևոր դիրոջ պահպանիչով։ Հաջորդ օրը Սուրբերգի եկեղեցվո մեջ տեղի ունեցավ Սրբոց Վարդանանց նվիրված պատարագ, ուր դեղին ժողովրդապետը իր քարոզին մեջ հավատացյալներուն անդրադարձավ զոհողության, հավատքի ամրության եւ ազգապահպանության մասին։ Այսօր մեզ մե յուրաքանչյուրս կբարդի դալ իր հայրենիքին համար։ Դալ միան նահատակությամբ չէ։ Հայկականությունը բարձր բահելով